Տղամարդը տևական ժամանակ գիշերային ժամերի Երևանում գործող տարբեր էլեկտրական ծխախոտների խանութներից իրականացրել էր էլեկտրական ծխախոտների գողություն։ Կատարված գողության դեպքերը նույն անձի կողմից այնքան շատ էին, որ մեծ աղմուկ էր բարձրացել նաև համացանցում։ Ի վերջո, իրավապահներին հաջողվեց հայտնաբերել եւ ձերբակալել հանցանք կատարած անձին, ով այս ժամանակահատվածում հաջողել էր ընդհանուր ավելի քան 4 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ արժողությամբ էլեկտրական ծխախոտներ գողանալ։ 2025 թվականի մարտ, ապրիլ, մայիս ամիսների ընթացքում համացանցում սկսեց լայն թափով շրջանառվել տեղեկատվություն այն մասին, որ Երևանի տարբեր հասցեներում գործող էլեկտրական ծխախոտների խանութ սրահներից անհայտ անձը կատարում է գողություն։ Վերջինս հատուկ հարմարեցված միջոցի գործադրմամբ բացում էր մասնագիտացված էլեկտրական ծխախոտների վաճառքով զբաղվող խանութ սրահի մուտքի դռներն ու կատարում էլեկտրական ծխախոտների գողություն։ 2025 թվականի մայիսի 18-ին ՀՆԳ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը ահազանգ է ստացվում այն մասին, որ նոր վարչական շրջանի տարածքում գտնվող ԳԱԻ 16/2 հասցեում գործող էլեկտրական ծխախոտների վաճառքով զբաղվող խանութ սրահից կրկին հատուկ հարմարեցված միջոցի գործադրմամբ բացվել է դուռը եւ հափշտակվել էլեկտրական ծխախոտներ։ Հաշվի առնելով կատարվող հանցագործությունների բնույթը, դրանց կատարման եղանակը, ինչպես նաև հանցագործության կատարման առարկան, արդեն իսկ վարույթն իրականացնող մարմնի մոտ ձևավորվում է վարկած այն մասին, որ հանցագործությունը կատարվում է նույն անձի կողմից։ Արդեն 2025 թվականի մայիսի 25-ին կրկին ստացվում է հանցագործության մասին հաղորդում, որ նոր վարչական շրջանում կատարվել է հանցագործություն, նորից տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են էլեկտրական ծխախոտների վաճառքով զբաղվող խանութի մուտքի դուռը եւ կատարել հափշտակություն։ Դեպքերի առթիվ նախաձեռնվեց 6 քրեական վարույթ, որոնք հետագայում միացվեցին եւ շարունակվեցին քննվել 1 վարույթում։ Նախաքննությամբ պարզվեց, որ անհայտ անձը էլեկտրական ծխախոտների վաճառքով զբաղվող խանութ սրահի մասնաճյուղից գողացել է առանձնապես խոշոր չափերով 4 միլիոն դրամից ավելի էլեկտրական եւ այլ ծխախոտներ։ Նախաքննության ընթացքում ձեռնարկվում են վարութային եւ ապացուցողական գործողություններ, ինչպես նաեւ ձեռնարկվում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում ստացված տվյալներով պարզվում է, որ ենթադրյալ հանցանք կատարած անձը մշտապես փոփոխում է իր բնակության վայրը, բնակվում է վարձակալական հիմունքներով Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում։ Չնայած տղամարդու ինքնությունը թաքցնելու տարբեր ջանքերի, կարճ ժամանակ անց իրավապահները պարզեցին ենթադրյալ հանցանք կատարած անձի բնակության վայրն ու տվյալները։ 2025 թվականի մայիսի 26-ին վերը նշված ենթադրյալ հանցանքները կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի արկայության հիմքով ձերբակալվում է 54-ամյա տղամարդը։ Հատկանշական է այն հանգամանքը, որ նախաքննության ընթացքում 54-ամյա տղամարդու վարձակալական հիմունքներով բնակության վայրերից մեկում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվում է հանցագործության գործիք հանդիսացող երկաթյա մկրատը, ինչպես նաև հանցագործության մյուս հարմարանքը, որը նույնացվել էր նախաքննության ընթացքում տեսագրությունների զննության արդյունքում։ Ունենալով բավարար ապացույցների համակցություն, վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացնում քրեական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին 54-ամյա տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու, որը հսկող դատախազի կողմից բավարարվում է եւ վերջինիս նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվում քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով 3 դրվագ, քրեական օրենսգրքի 44-254-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետով 2 դրվագ եւ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետով։ Այն բանի համար, որ 54-ամյա տղամարդը Երևան քաղաքի Նոր, Աջափնյակ, Ավան վարչական շրջաններում եւ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գործող էլեկտրական ծխախոտների վաճառքով զբաղվող խանութ սրահից տեխնիկական միջոցների գործադրմամբ կատարում է հափշտակություններ, ընդհանուր առմամբ պատճառվելով 4 միլիոն ՀՀ դրամ եւ ավելի գույքային վնաս։ Մայիսի 27-ին 54-ամյա տղամարդու նկատմամբ հարուցվեց հանրային քրեական հետապնդում։ Վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրում 54-ամյա տղամարդուն եւ արդեն նախաքննության այդ փուլում ունենալով բավարար հիմքեր այդ անձի նկատմամբ
ամենախիստ խափանման միջոց կիրառելու միջնորդություն ներկայացնելու համար 2025 թվականի մայիսի 27-ին Երևան քաղաքի առաջինատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանն է ներկայացնում միջնորդություն անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար, որը դատարանի կողմից 2025 թվականի մայիսի 28-ի որոշմամբ բավարարվում է եւ անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվում կալանքը 2 ամիս ժամկետով։ Որտեղ է իրացվել այդչափ մեծ քանակությամբ հափշտակված ծխախոտները եւ կան արդյոք անձինք, ում առաջիկայում եւս կառաջադրվի մեղադրանք։ Այս հարցերը պարզաբանելու ուղղությամբ նախաքննությունը դեռևս շարունակվում է։